Սիրելիներս, ուրեմն ժամանակ չկա։ Ժամանակ չկա, մենք պետք է արդարանանք։ Ժամանակ չկա, մենք պետք է մաքրվենք։ Ժամանակ չկա, որովհետև ոչ ոք չգիտի իր վերջին օրը, վերջին պահը երբ է այս երկրի վրա։ Եվ այս կյանքից հետո մենք պետք է գնանք կամ դրախտ կամ դժոխք, եւ եթե լինենք մաքուր, արդարացված Աստծո կողմից կգնանք Տիրոջ մոտ երկինք եւ ժամանակ չկա, որովհետև Հիսուս Քրիստոսն է գալիս ու չգիտենք որ պահին կգա, իսկ արդյոք մենք ամբողջովին մաքրված ենք եւ պատրաստ սպասում ենք մեր Տիրոջը, թե ոչ, ջերմակ զգեստներով ենք, թե ոչ։ Եվ ուզում եմ խոսել արդարացման մասին։ Մարդը չի կարող ինքն իրեն արդարացնել։ Եթե մարդ մեղավոր է, սխալ է, նա չի կարող ինքն իրեն արդարացնել, որքան էլ որ փորձի։ Մեզ մաքրում է եւ արդարացնում է միայն Տեր Աստված, միայն Հիսուս Քրիստոսը։ Մեզանից շատերը գործում են սխալներ, մեղքեր եւ մեղադրում են իրենց մեղքերի համար ուրիշներին, այդ կերպով մենք չենք արդարանա, չենք ազատվի մեր գործած մեղքից, սխալից եւ այն արատից ու թերությունից, այն չարիքից, որ բնակվում է մեր մեջ, որի պատճառով էլ մենք մեղք ենք գործում։ Ուրիշին մեղադրելով դու քո սխալից չես ազատվի, բայց շատ են այդպիսի մարդիկ, ովքեր արագ շտապ կերպով իրենց մեղքը փորձում են գցել մյուսի վրա եւ իրենք իրենց համոզեն, որ իրենք արդար են, որ իրենք մաքուր են եւ իրենք չեն մեղավորը։ Հիմա ով է արդար մարդը։ Նա ում արդարացնում է Աստված, միայն Աստված է մեզ արդարացնողը։ Արդար մարդ չկա, այդ Աստված է մեզ արդարացնում, դարձնում արդար։ Ինչ է արդարը։ Արդար նշանակում է մաքուր, արդար նշանակում է սուրբ, արդար նշանակում է ազնիվ։ Եվ միայն Աստված է մեզ մաքրում։ Տեր Հիսուս Քրիստոսն է միայն մեզ մաքրում, մեզ ներում, մեզ ազատում եւ մաքրում չարից։ Հիշեցի, որ Ադամը Աստծուն ասաց. «Քո տված կինը ինձ տվեց այդ խնձորը եւ ես կերա»։ Կարծես իր մեղքը, իր գործած մեղքը արդեն սխալը գցելով կնոջ վրա, որ էլ չեմ ուզում ասել, որ քո տված կինը, դրան չանդրադառնամ, այլ այն կինը, որին դու տվել էիր, կինը տվեց ինձ եւ ես կերա։ Մեղքը գցում է կնոջ վրա։ Այդպես էլ մենք շատ ժամանակ մեր մեղքը գցում ենք մեր մերձավորի վրա, ումից որ նեղացած ենք, իրականում չտեսնելով, որ մենք մեր մեջ մեղք ունենք, մենք գործած սխալ ունենք արդեն, մենք ուզում ենք մեր արածը գցենք, այսպես թողնենք այդ մարդու վրա, նրան մեղադրենք, ասենք նա է մեղավոր, ես արդար եմ, ես մաքուր եմ, նա էր մեղավոր։ Նույն կերպ Ադամը ասում է, որ կինն է մեղավոր, նա տվեց այդ խնձորը, ես էլ կերա, ես չէի սպասում, ես չէի պատկերացնում, որ նրա տված խնձորը այդ արդյունքում լինելու այն ինչ որ եղավ։ Մենք էլ շատ ժամանակ նեղանում ենք մեր մերձավորից, կռվում ենք, վիճում ենք եւ այլն, սակայն մեր միջի չարի պատճառով ենք մենք կռվում, վիճում եւ չար գործում, մեղքի մեջ մտնում, բայց մեղադրում ենք նրան, որ իբր պատճառ դարձավ կամ որ իբր մեզ նեղացրեց եւ այլն։ Այսինքն փորձում ենք միշտ մեր սխալը թողնել ուրիշի վրա եւ դրանով մենք մեր աչքերում եւ ուրիշների աչքերում ուզում ենք մեզ արդարացնել, բայց այդպես չի լինի։ Մարդը իր բնույթով այդպիսին է եւ Եվան արդեն լինելով գայթակղեց Ադամին եւ Ադամը կերավ խնձորը եւ շատ ժամանակ մեր կյանքում մեր մերձավորների մեջ լինում են մարդիկ, ովքեր իրենք գայթակղված են եւ գայթակղում են մեզ տանելով ինչ որ վատ բանի, թեկուզ վեճի, եթե ինչ-որ մեկի մեջ հայտնվում է չարություն, որ նա գնում է վեճի եւ քեզ գրգռում է բերելով վեճի, ուրեմն քո մեջ էլ կա այդ չարությունը։ Հիշենք, որ սերը չի գրգռվում, սերը չի բարկանում։ Եթե դու բարկացար, ուրեմն քո մեջ կար այդ ինչ որ չափով գոնե, կար այդ չարի դրած այդ սերմը։
Հիմա ինչու եմ այսքան ասում։ Եկեք հասկանանք մեր ներսի մեղքերը, սխալները, արատները, թերությունները ընդունենք, որովհետև այդ սխալները, մեղքերը միևնույնը մեզ են վնասում։ Եվ մենք եթե փորձում ենք մեր աչքերով մեզ արդարացնել, ուրիշների աչքերով մեզ արդարացնել, դա չի ստացվի, դա կլինի կեղծ, սուտ եւ այդ չարիքից, ցանկացած չարիքից, ընդհանրապես չարից մենք կարող ենք ազատվել Աստծով եւ ինչպես զղջումով, խոստովանությամբ, երբ ընդունում ենք զղջումով, որ մենք սխալ ենք, Տեր իմ սխալ եմ եղել, խնդրում եմ ների՛ր ինձ իմ սխալի համար եւ մաքրիր ինձ, ազատիր ինձ այդ մեղքից, այդ չարից։ Եվ Աստված երբ տեսնում է, որ մենք ճշմարիտ կերպով ենք խոստովանում, այսինքն չենք թաքցնում, չենք փորձում Աստծուն էլ խաբել, թե ես լավն եմ, այսպես ստացվեց միամիտ, ոչ, անկեղծությամբ գնա Աստծու առաջ ու ասա Տեր, ես սխալ եմ, ես այս վատ բանն եմ արել, դա վատ է, դա չարից է, ես չեմ ուզում, որ այդ չարը ապրի իմ մեջ, ես ուզում եմ լինեմ մաքուր, ես ուզում եմ քո կողմից, քո ձեռքով մաքրված լինել։ Եվ որպեսզի դու ինձ ընդունես, ես քոնը լինեմ ամբողջությամբ, ես գիտակցում եմ, որ ես պետք է մաքուր լինեմ, խնդրում եմ, ես զղջում եմ, ների՛ր ինձ, մաքրիր ինձ, իմ Տեր, ես սխալ եմ։ Եվ երբ Տերը տեսնում է մեր այդ ճշմարիտ զղջումը, այդ ի սրտե, սրտանց խնդրանքը ներման, Տերը մեզ ներում է եւ հենց մեզ ներելով, մաքրելով, Տեր Աստված մեզ արդարացնում է։ Մենք երբ ազատվում ենք մեր մեղքերից, երբ Աստված մեզ մաքրում է մեր մեղքերից, ամեն չարիքից, որ կա մեր մեջ, եւ մենք արդեն մնում ենք Աստծու մեջ, փորձելով լինել այդպիսին, մաքուր մնալ, մաքուր լինել, մենք դառնում ենք արդեն արդար մարդ, Տիրոջ կողմից արդարացված։ Հիմա ապրելով Աստծու մեջ, ապրելով Աստծու կամքով, խոնարհաբար, մաքուր, մենք դառնում ենք արդարացված արդար մարդ։ Հիմա նորից պիտի վերադառնամ խոնարհությանը, որովհետև տեսեք, օձը ինչպես գայթակղեց Եվային։ Մենք գայթակղվում ենք մեր հպարտությունների պատճառով, մեր հպարտության, մեր եսի, որը շատ ենք սիրում, եւ մեր ցանկությունների պատճառով, եւ դա ընդհանուր մեր հպարտությունն է, մեր եսն է, եւ եթե չլինի այդ հպարտությունը, մարդը չի ձգտի ոչ փառքի, ոչ ավելի մեծ ցանկությունների եւ գայթակղությունների եւ չի գայթակղվի ուղղակի չարի կողմից եւ օձը շատ լավ գիտեր ինչպես խաբեր, ինչպես գայթակղեր հպարտության միջոցով, եսի միջոցով, որ դու կարող ես լինել ավելի լավ, ավելի բարձր, ավելի փառքի մեջ ապրել եւ այլն։ Եվ Եվան գայթակղվեց, եւ այն մարդը, ով գայթակղված է, միևնույնը փորձելու է գայթակղել ուրիշներին, մյուսին, իր հարազատին, իր մերձավորին, ինչու, որովհետև երբ մարդը գայթակղված է, արդեն չարի իշխանություն ունի նրա վրա եւ գործում է նրա միջոցով, այստեղ մարդը դառնում է չարի գործիքը, նա գայթակղված է, այսինքն չարը սեր մեծանել արդեն մարդու մեջ եւ այդ սերմը փորձում է տարածել մյուսների մեջ եւ գայթակղված մարդը ինքը արդեն գայթակղում է մյուսներին, փորձում է գայթակղել մյուսներին։ Այստեղ հետ են գնում նորից խոնարհությանը, եթե դու խոնարհություն գտնես քո մեջ, դու կընդունես քո սխալները եւ կազատվես դրանցից Տիրոջ օգնությամբ, այսինքն միևնույն է խոնարհություն է պետք։ Խոնարհությունը հպարտության լրիվ հակառակն է, եթե կա հպարտություն, կան մեղքեր, հիմա խոնարհություն ենք փնտրում մեր մեջ, խոնարհվում ենք, հեզ ենք դառնում, այսինքն հպարտության ամբողջովին հակառակը։ Ծայրահեղությունը մի կողմում հպարտությունն է չարից, մի կողմում հեզությունն է Աստծուց եւ մենք խոնարհվում ենք ազատվելով հպարտությունից, այդ կերպով ազատվելով չարից, այդ կերպով ազատվելով մեղքերից եւ մաքրվում ենք, որովհետեւ եթե դու ձգտում ես, ուզում ես մաքրվել, մեղքեր չգործել, չարիք չգործել, բայց քո մեջ հպարտությունը դեռ ապրում է, միևնույն է ինչքան էլ դու ուզենաս, միևնույն է այդ հպարտությունը, որը չարից է, ինչ որ միտեղ բերելու է, որ դու գայթակղվելու ես եւ մեղքի մեջ ես մտնելու։ Դրա համար խոնարհություն ամենակարևորը խոնարհությունն է։ Միշտ հիշեք, խոնարհությունը պատկերացնենք Հիսուսն է, նա ասել է ես հեզ եմ, դուք էլ իմ նման հեզ եղեք, եւ հպարտությունը սատանան է։
ու սատանան հենց հպարտության պատճառով դարձավ վռնդված, ընկած հրեշտակ։ Եվ Աստված մեզ կմաքրի, կարդարացնի, կճերմակեցնի, ճերմակսկեսներ կհագցնի եւ ինչպես Տեր Հիսուսն ասաց, որ ներում է, բայց էլ հիշում եք այն կնոջը, որ պետք է քարկոծեին, քարերով սպանեին իր մեղքերի համար, Հիսուս Քրիստոսն ասաց. ներում եմ քեզ դուստր իմ, գնա, բայց էլ մեղք չգործես։ Բայց եթե դու որոշես, որ դու պիտի քեզ արդարացնես մյուսի վրա քո մեղքը գցելով, դա շատ մարդկանց ընտրած դիրք է, իրենք իրենց դնում են զոհի տեղ, իրենց մեղքը գցեն մյուսի վրա եւ իրենց այդ կերպով փորձեն արդարացնեն, դա կեղծ արդարացում է, որովհետեւ դա քո կողմից է արած ոչ թե Աստծու, եւ դու փորձում ես ուղղակի քո աչքերում դու քեզ խաբել, որ դու լավն ես, ես լավն եմ, ես բարի եմ, ես չարություն չունեմ, ինքը արեց։ Մյուսների աչքերում եւ այդ մարդուն, որ մեղադրում ես, նրան ես մարդկանց աչքերում ցույց տալիս, որ նա է վատը, նա է չարը, նա է մեղավորը, էլի դրանով արդեն մեղք ես գործում եւ ինչ է ստացվում։ Դու ուղղակի չարն ես ամրապնդում եւ արմատավորում քո մեջ, քո հոգում, որովհետեւ դու չես հրաժարվում քո մեղքից եւ դեռ փորձում ես դա ծածկել եւ չարը ուրախանում է։ Դու նրան ավելի շատ տեղ ես տալիս քո մեջ այն ժամանակ, երբ որ ասում ես ես չեմ, ինքն է, բայց մեղքը դու ես գործել, դու մեղավոր ես, դու չարացել ես եւ այլն։ Նա էլ կարող է իր բաժինը ունենալ, բայց դա արդեն քոնը չի։ Դու պիտի աշխատես քո վրա, որ դու ազատվես քո չարությունից։ Եվ այդպես ավելի են խորանում սխալների մեջ, որովհետև մենք մեր մեղքը փորձեցինք ծածկել, այնպես ավելի խորը թաքցնել, եւ խորը թաքցնելով նա ավելի կարմատավորվի, կուժեղանա մեր մեջ, ու ինչ կստացվի։ Մենք ավելի կխորանանք մեղքի մեջ։ Դրա համար ժամանակ չկա։ Ինչ ենք անում։ Փորձում ենք լինել մի քիչ ուժեղ, չլինենք վախկոտ, լինենք ուժեղ, քաջ եւ բացենք մեր սիրտը, որի մեջ թեկուզ չարություն ենք թաքցնում, բացենք մեր սիրտը, բաց սրտով Աստծո առաջ գանք ու ասենք Տեր, չարություն կա իմ մեջ, ես ընդունում եմ, խնդրում եմ ինձ մաքրիր, որովհետև ես չեմ ուզում այդ չարը լինի իմ մեջ, ես իրոք չեմ ուզում, կա ինքը իմ մեջ, ապրում է, ես սխալն եմ գործում, մեղք եմ գործում, վատ բաներ եմ անում, չար բաներ եմ անում, խնդրում եմ, ես ընդունում եմ, բայց չեմ կարողանում ես դրա դեմ, խնդրում եմ ազատիր ինձ, իմ Տեր, ես սխալ եմ, ես մեղավոր եմ։ Փառք քեզ իմ Տեր Աստված, իմ Սուրբ Երրորդություն, իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ եմ քեզ իմ Տեր Աստված, յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուր քո զավակի, որ հիմա լսում է այս խոսքը, եւ շնորհակալ եմ քեզ իմ համար, որ գործում ես իմ մեջ, իմ կյանքում, հանուն ինձ, հանուն իմ փրկության եւ հանուն ինձ, դու ամեն ինչ անում ես, որ ես մաքրվեմ, որ ես սրբվեմ, որ իմ մեջ ապրի քո սերը եւ ես քեզ օր-օրի ավելի ու ավելի մոտենամ, իմ Տեր, շնորհակալ եմ, դա քո սիրո ապացույցն է, որ ամեն օր դու ցույց ես տալիս իմ կյանքում, որովհետև դու գործում ես իմ կյանքում եւ իմ կյանքի բոլոր կողմերում եւ ամեն օր օր-օրի դու ինձ ավելի ես մաքրում եւ ավելի ես քեզ մոտեցնում եւ թող դա տեղի ունենա յուրաքանչյուր լսողի կյանքում, իմ Տեր Հիսուս Քրիստոս, ասում եմ սա եւ խնդրում եմ իմ Տիրոջից, իմ ամբողջ սիրով լցված, այն սիրով, որ Տերը լցրել է իմ սրտի մեջ, այն սիրով, որ Հիսուս Քրիստոսն է եւ ապրում է իմ սրտի մեջ, ես սիրում եմ իմ Տիրոջը եւ սիրում եմ նրա զավակներին եւ Տեր Հիսուս Քրիստոս, խնդրում եմ քեզ, որ յուրաքանչյուր լսողի սրտի մեջ լցվի քո սերը, այնպես, որ նրանք ավելի ու ավելի խոնարհվեն քեզ եւ ձգտեն արդարության, ձգտեն սրբության, իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, թող յուրաքանչյուր մարդ, ով լսում է ինձ հիմա, խոնարհություն ձեռք բերի, խոնարհություն մեր ամենազոր Տեր Աստծո առաջ, խոնարհություն մեր ամենասիրող, բարի եւ ողորմած Տեր Աստծո, մեր երկնային Հոր առաջ խոնարհություն ձեռք բերեք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Խնդրում եմ քեզ իմ Տեր Աստված, իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով,
Օրհնիր յուրաքանչյուր լսողին, դիպչիր նրանց սրտերին, թող նրանց քարացած սրտերը կամ սրտի քարացած անկյունները քո սիրով եւ քո լույսով ուղղակի բացվեն ու ազատվեն ու հեռանա չարը եւ լցվի քո սերը եւ քեզանից տված խոնարհությունը եւ հեզությունը ապրի նրանց սրտերում։ Տեր Աստված, խնդրում եմ քեզ, խոնարհեցրու եւ հեզ դարձրու քո զավակներին, որովհետեւ միայն խոնարհությամբ եւ հեզությամբ կարող ենք ամբողջովին գալ դեպի քեզ եւ ընդունել քո ճշմարտությունը եւ քո սերը։ Փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ։ Ալելույա, ամեն։